Ռուսաստանն ավելի է կոշտացնում ու սրում առանց այդ էլ Հայաստանի հետ ունեցած լարված իրավիճակը։ Այս անգամ թերևս դեռ Ռուսաստանի արտաքին գերատեսչության մակարդակով են անդրադարձել եւ խիստ քննադատել հնատոական զորավարժությունները Հայաստանում։ Մարիա Զախարովան է այսպես բացատրում, որ հայ զինվորականներին նմանատիպ զորավարժություններում սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ։ Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում, այսինքն հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ։ Ըստ վերլուծաբանների Ռուսաստանի քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի հետևյալն է. ներկայիս իշխանությունները Ռուսաստանի համար ցանկալի չեն։ Հունիսի 7-ին որոշ վերլուծաբանների դիտարկմամբ տեղի են ունեցել ոչ թե խորհրդարանական ընտրություններ, այլ արտահայաստանյան գործընթացներ։ Եվ ըստ քաղաքագետների ռուսական կողմից հաճախակի հնչող հայտարարությունները կոշտ, սպառնալից մի նպատակ են հետապնդում՝ պահել տեղեկատվական ֆոնը։ Մի կողմից Արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, մեկը ցանկանում էր իշխանությունը պահել, մյուսը վերցնել իշխանությունը։ Արևմուտքին հաջողվեց վերցնել իշխանությունը։ Հունիսի 7-ին Ռուսաստանը պարտվեց, բայց դա մեկ սերիալնոց կինո չէ։ Դա սերիալ է, որ ունի բազմաթիվ սերիաներ։ Առաջին սերիան ռուսական կողմում պարտվեց, բայց դա չի նշանակում, որ համակերպվել է պարտության հետ։ ՆԱՏՕ-ի ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունները Հայաստանում շատ վաղուց են անցկացվում։ Դրանք միշտ եղել են խաղաղ, սակայն այն ժամանակ Ռուսաստանը միշտ աչք էր փակում դրա վրա։ Բավականին լարվել է Ռուսաստան, ՆԱՏՕ եւ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները, բավականին լարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունները։ Դրա համար հիմա աչք չեն փակում եւ շատ խիստ դիրքորոշում են հայտնում։ Отдельную беспокойность вызывает то, что реализация... Առանձնակի մտահոգիչ է, որ Հայաստանի տարածքում այս կրթական ծրագրերի իրականացումն արդեն համակարգային բնույթ է ստանում։ Դրանք անցկացվում են ամեն տարի սկսած 2023 թվականից։ Այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է եւ հատկանշականն այն է, որ իրենք էլ դա չեն թաքցնում։ Այն է շարունակել հանրապետությանը պոկել իր ավանդական դաշնակցից Ռուսաստանից։ Հայաստանում իշխանությունը հայտարարում է, որ կկարգավորի ռուսների հետ առկա խնդիրները։ Փաշինյանն էլ հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում առաջիկայում կհանդիպի իր գործընկերների հետ։ Ըստ վերլուծաբանների անարդյունավետ հանդիպում է սպասվում, քանի որ կարևոր հարցերի պատասխանները ամբողջությամբ Պուտինն է տալու, իսկ Փաշինյան-Պուտին հանդիպում առաջիկայում նախատեսված չէ։ Ինքը որևէ բան ԵԱՏՄ-ում բանակցելով չի կարող լուծել, իրան ուղղակի չեն լսելու եւ տնտեսական սահմանափակումները շարունակվելու են։ Հանդիպան դեպքում էլ հայկական կողմը ռուսներին մեծ զիջումներ պետք է անի։ Եվրադիտորդների հեռացում, դեպի Եվրամիություն թեքվելու քայլերի չեղարկում, հակառուսական գործիչների չեզոքացում, կարևոր պոստերից։ Կգնա Փաշինյանը զիջումների, եթե այո, այդ դեպքում ինչ պատասխան է տալու Արևմուտքի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկներին։ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո։ Նպատակը ըստ եվրոպական կողմի մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքների մեղմացումն է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց Եվրամիությունը արդեն իսկ իրականացնում է Հայաստանի եւ նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Նշել են, թե այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է։ Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան, երկկողմ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու եւ դրանց խթան հաղորդելու նպատակով։ Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող քաղաքական վիճակի վերաբերյալ, միևնույն ժամանակ շարունակելով փոխգործակցությունը գործող իշխանության հետ դե ֆակտո մակարդակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Նա նշել է, որ ռուսական կողմը չի կարող անցած ընտրություններն ամբողջությամբ ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ճանաչել։ Զատուլինի խոսքով ընտրական գործընթացում բացակայել են քաղաքական մրցակցության հավասար պայմանները, ինչպես նաեւ ճնշման միջոցներ են կիրառվել ընդդիմության նկատմամբ։ Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։ Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ եւ նշել է, որ նման հայտարարությունները կարող են վնասել երկու երկրների տնտեսական հարաբերություններին։
Հայաստանում պատրաստվում են արգելել կառուցապատողներին գնորդներից հավելյալ գումարներ գանձել սպասարկման, վերելակի կամ անհասկանալի ծառայությունների մատուցման պատճառաբանությամբ։ Կառուցապատողները պայմանագրերում լռում են վճարների չափի ու բովանդակության մասին։ Հետագայում գնորդներին փաստի առաջ են կանգնեցնում, ներկայացնելով որևէ կերպ չպատճառաբանված վճարների վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ, հաճախ շենքը, բակը չեն համապատասխանում գովազդված նախագծին։ Կանաչ գոտիները թղթի վրա են մնում, խաղահրապարակները դառնում են չիրականացված խոստում։ Օրինագիծը պահանջում է պայմանագրում հստակ նշել բոլոր ենթակառուցվածքները, վճարներն ու ժամկետները, իսկ խախտումների դեպքում սահմանվում է տուգանք կառուցապատողի համար։ Պրակտիկայում, երբ որ անձինք կնքում են կառուցապատողի հետ գնման իրավունքի պայմանագիր, այդ պայմանագրերում կետ է լինում, որ անձինք գնորդները տալիս են իրենց համաձայնությունը, որ կառուցապատողը կարող է ընդհանուր օգտագործման տարածքները այսպես ձևափոխել բացառությամբ պարտադիր նորմերի, այսինքն հրդեհային հեռավորություններ եւ այլն։ Եվ պրակտիկայում դա այն կերպ է դրսևորվում, որ համակարգչային էսքիզով խոստացված այգին, չգիտեմ, պուրակը, լճակը եւ այլն փոխարինվում են վճարովի ավտոկայանատեղիներով, այսինքն սա ինչ որ առումով ես խապկանք եմ գնահատում։ Ապրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորությունը առանց հետվաճառք ձևակերպելու։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ սա թույլ կտա վերադարձը իրականացնել նույն գործարքի շրջանակում, դարձնելով գործընթացը ավելի պարզ եւ տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները ավելի ճշգրիտ։ Ներկայում որոշ դեպքերում վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը եւ չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ այս խնդիրը կվերացվի։ Էկոնոմիկայի նախարարությունը կերկարաձգի ջերմատների վարկերի արտոնյալ ժամկետը։ Ծրագրի շրջանակում ներկայում կնքված է 20 պայմանագիր եւ հիմնվում են 91.5 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որոնցից 34.5 հեկտարն արդեն իսկ հիմնվել է։ Եթե մինչև հուլիսի 1-ն անցկացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է եւ 2026-ի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, վաճառք, վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգվի 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի կտրամադրվի լրացուցիչ 6 ամիս վարկի մայրգումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Մինչ օրս Մերձավոր Արևելքի հակամարտությունը որևէ էական նկատելի ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, այս մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։ Հանքարդյունաբերության ոլորտը շարունակել է վստահ ընդլայնումը, հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, ոլորտային նախկին մարտահրավերներից ու անկումից հետո, ինչպես նաև պղնձի գների աճի շնորհիվ, նշված է զեկույցում։ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակներում մատուցվող ծառայությունները ամբողջությամբ կթվայնացվեն։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել էին նոյեմբերի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար, իրենց հայտերը ստիպված կլինեն ներկայացնել բացառապես նոր ներդրվող էլեկտրոնային հարթակի միջոցով։ Անցումը նոր համակարգին միտված է կրճատելու վարչարարական ժամկետները, բացառելու փաստաթղթաշրջանառությունը եւ բարձրացնելու միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը։ Այս տարի նախորդ տարվա 5 ամիսների համեմատ մեր երկրում կրթությունը թանկացել է 7.8%-ով։ Ընդ որում բոլոր ամիսների կտրվածքով նույն գնաճը պահպանվել է։ Ոլորտի փորձագետները վարձավճարների աճը պայմանավորում են արտաքին տնտեսական գործոններով։ Ամենաթանկը շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բիզնեսի կառավարում, բժշկություն, իրավագիտություն։ Այս մասնագիտությունների վարձավճարները տատանվում են 800-ից 900 հազար դրամի միջև։ Իսկ որքանով է աստղաբաշխական գները համապատասխանում կրթության բովանդակությանը։ Կրթության ոլորտի փորձագետների համոզմամբ կրթության գինը բարձրանում է, որակը ընկնում։ Ոնց են որոշել, ասենք օրինակ որ միջազգային հարաբերությունները, ինչ ասենք ավելի բարձր պահանջարկ ունեն։ Բոլորը հին ժամանակներով են մտածում, որ ասենք ան միջազգային հարաբերությունները իրավաբանական լավը հատում եք լեզուն էլ բանիվ են, օբյեկտիվ, որ իրենք
իրենց գլխի մեջ դնեն իսկապես մտածեն ինչի համար է դա պետք, ասենք ինչ աշխատաշուկայում ինչ փոփոխություն կա, ինչ գներ են պատտվում աշխատավարձի հետ կապված բան եւ այլն, դրա հիման վրա որոշում կա, ասենք չկա տենց բան։ Կամ անվավեր ճանաչել հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամ նշանակել քվեարկության երկրորդ փուլ։ Ընդդիմությունից ուժեղ Հայաստան դաշինքի եւ Միասնության Թեբեր կուսակցության դիմումներն արդեն սահմանադրական դատարանում են։ Ընտրություններին մասնակցած ընդդիմադիր մյուս ուժերը եւս պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, մասնավորապես Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կոնկրետ ուժեղ Հայաստան դաշինքը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու համար մայր դատարանին հիմնավորել է, թե ազգային ժողովի վերջին ընտրություններն անցել են իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ընտրախախտումներով։ Սահմանադրական դատարանը այս դեպքերում կարող է կայացնել մի քանի որոշումներ կամ ազգային ժողովի ընտրությունների արդյունքները թողնում է ուժի մեջ, կարող է անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրություններով արդյունքներով ընդունված որոշումը, ապա կամ անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները, կամ անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները եւ սահմանում է մանդատների պաշտպան կարգ, կամ նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական իրավաբանության տեսանկյունից ես գտնում եմ, որ դիմումը միանշանակ ենթակա է բավարարման, թե ինչ կկայացնի, ինչ որոշում կկայացնի բարձր դատարանը, չի կարելի կանխատեսել եւ չի կարելի կանխորոշել։ Ոչ մի բան չի արկախվելու, որոշակի դժվարություններ այո ստեղծվել են, բայց մենք շարունակելու ենք մեր օրակարգով առաջ շարժվել։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներից Արթուր Հովհաննիսյանը խոսում է սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ ձայներ չունենալու մասին։ Որոշ գնահատականներով իշխող ուժին դրա համար գալիք խորհրդարանում չի բավարարում 8 падգամավորի ձայն։ ՔՊԱ-ականները սակայն վստահեցնում են, որ նոր սահմանադրություն ընդունելու նպատակով անհրաժեշտ փոփոխությունների համար թե քաղաքական, թե իրավական լուծումներ միանշանակ կգտնվեն։ Ինչ վերաբերում է ընդդիմության տարներից ուժեղ Հայաստանի առաջնորդ Կարապետյանի ընդդիմադիր ուժերի միավորման անհրաժեշտության մասին հայտարարությանը իշխող ուժին այդ հնարավոր միացումը որևէ կերպ չի անհանգստացնում։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Ինչ վերաբերում է, որ ասում են դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք, իրանք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված։ Եթե խնդիր են տեսնում, թող դուրս գան փողոց, հələ տեսնենք այդ ովքերով են դուրս գալու փողոց։ Իշխանականները վստահեցնում են, որ ստացած 720,000 քվեի շնորհիվ ԿՊ-ն միանձնյա ձևավորելու է կառավարություն եւ ստացած ձայների քանակը որևէ խոչընդոտ չի ստեղծելու Հայաստանի շահերը սպասարկելու համար։ Այդ շահերի շրջանակում ԿՊԱ-ականները խոստանում են առաջիկայում խստացնել ընտրակաշառք տալու եւ ստանալու համար քրեական օրենսգրքում սահմանված պատժաչափերը։ Նաեւ սահմանափակելու են դրսից եկող մեր քաղաքացիների մասնակցության հնարավորությունները ընտրություններին։ Պետք է ընտրելու իրավունք տրվի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է, այսինքն ունեն ռեզիդենտության ցենզ վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելով։ Սա կարծում եմ միակ ճանապարհն է երկքաղաքացի ունեցող մեր հայրենակիցների համար, որ այն մարդիկ, ովքեր հիմնականում ապրում են Հայաստանում, նրանք կարողանան ձևավորել իշխանություն։ Ընդդիմությունն իր հերթին նախորդ օրերին հրապարակել է տվյալներ իշխանության կողմից ընտրությունների արդյունքների խեղաթյուրման վերաբերյալ։ Այս պահին էլ ակտիվ աշխատանք է տարվում դրա արդյունքների վիճարկման համար։ Այս process-ի հետագա զարգացումը եւ ընդդիմադիր դաշտում բանակցությունները կպարզեն հետագա քայլերի ձևաչափը։ Մենք կարծում ենք, որ մարտավարական առումով ընդդիմությունը պիտի հանդես գա միասնական դիրքորոշումներով, որովհետև դա է ամենաարդյունավետը։ Այդ բոլոր հարցերը կապված են այդ քննարկումների հետ եւ կարծում ենք, որ ընդդիմությունը, եթե ուզում է արդյունավետ լինել, պիտի ունենա այս հարցերում խորհրդարան գալ չգալ, պայքարի միջոցների համակցում ունենա միասնական դիրքորոշում, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է։ Մեզ համար որ պայքարի որևէ մի գործիք չի բացառում մյուսին։ Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերին ընդդիմադիրների բացակայությանը, ապա դա Հայաստան խմբակցության падգամավորներից Քրիստինե Վարդանյանի խոսքով մարտավարություն է։ Օրինակ վերջին նիստը, որին չկային ընդդիմադիրները, ցույց տվեցին, որ դատապարտելի բառամթերքը եւ ագրեսիան խորհրդարանում կա եւ կապված չէ իրենց ներկայության հետ։ Ինչ վերաբերում է նախընտրական ժամանակաշրջանում բարձրաձայնած մտավախություններին, ապա դրանք օր-օրի իրականանում են, նշում է Վարդանյանը։ Ուղղակի հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո արևմտյան Ադրբեջանը կոնցեպտի թեման փակ է, ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման թեման փակ է, օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են սկսել դրա մասին խոսել, քան երբևէ միջևս խոսել են։ Իշխանության դեմ պայքարի մասին ընդդիմադիրները շարունակելու են իրենց գործողություններն այնքան ժամանակ, մինչև դա արդյունք տա խոսքը եւ խորհրդարանում եւ փողոցում պայքարի մասին է, նշում է ընդդիմադիր падգամավորը։ Հայաստան կուսակցությունների դաշինքը այս ընտրություններում ստացավ ավելի քիչ քվե, քան նախորդի ժամանակ, սակայն ընդհանուր ընդդիմադիր ճամբարը ստացավ ավելին, ինչը Վարդանյանին ուրախացրել է։
Ամերիկա-Իրան բանակցությունների ձախողման լուրերից հետո նավթի գները նորից տատանվել են, ներդրողները մտահոգված են Մերձավոր Արևելքում հնարավոր նոր լարվածությամբ։ Չնայած դրան, Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ միջազգային նավագնացության համար։ Շուկաները շարունակում են հետևել քաղաքական զարգացումներին, փորձագետները զգուշացնում են, որ ցանկացած սրացում կարող է արագ բարձրացնել գները։ Թեև Ամերիկան եւ Իրանը վերջերս հայտարարել էին փոխհմբռնման մասին, բայց այժմ իրականացումը հարցականի տակ է։ Իրանական կողմը դժգոհություն է հայտնել տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողություններից։ Դիվանագետները նշում են, որ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն գործընթացի շարունակման համար։ Կողմերը դեռևս չեն հայտարարել բանակցությունների նոր ամսաթիվ։ Համաձայնագրի ձախողումը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի հակամարտության բոլոր կողմերից սպասում է կրակի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, հայտարարել է Թրամփը, նաև նշել, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում բոլորին կոչ են անում հավատարիմ մնալ Իրանի հետ բանակցությունների գործընթացին։ Թրամփը նաև ընդգծել է, որ շուկաներին դուր է գալիս տեղի ունեցողը, նավթի գները զգալիորեն նվազել են, իսկ բաժնետոմսերը կտրուկ աճել, հավելել է նախագահը։ 60 օրվա ընթացքում Իրանը Հորմուզի նեղուցում որևէ ծառայության դիմաց վճար չի գանձի։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն է հայտարարել այս մասին։ Իսլամաբադի փոխհմբռնման հուշագրի համաձայն 60-օրյա ժամանակահատվածում հարակից բոլոր ծախսերը փոխհատուցվելու է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից։ Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի համաձայն Իրանն է ձեռնարկելու նեղուցի ականազերծման բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Վերջին շրջանում գիշատիչների հարձակումների դեպքերը անասնապահների շրջանում մտահոգություններ են առաջացրել։ Մասնագետները նշում են, թե արտերկրի մի շարք երկրներում նման դեպքերում գործում են արագ արձագանքող խմբեր, որոնք տեղում գնահատում են վիճակը եւ առաջարկում կանխարգելիչ միջոցներ։ Միևնույն ժամանակ մասնագետները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ գիշատիչների բնական միջավայրում կերի պակաս է զգացվում։ Նրանց գնահատմամբ մարդու տնտեսական գործունեության ընդլայնումը հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի են մոտենում գիշատիչների տարածքներին, իսկ վերջիններս սնունդ որոնելով ավելի հաճախ են հայտնվում բնակավայրերի եւ արոտավայրերի հարևանությամբ։ Եթե մենք ունենանք այնպիսի տարածքներ, կենսաբայրեր կենդանիների համար, որտեղ իրենք կարողանում են իրենց ընտանիքը, իրենց փոքրիկներին պահել, կերակրել, այդ դեպքում իրենց բնակավայրը լինի, որտեղ իրենք կկերակրվեն եւ կապրեն եւ կբազմանան։ Իրենք երբեք չեն գնա մարդու տարածք։ Այսինքն կարող է գնան, բայց դա շատ քիչ դեպքերում կլինի։ Մարդը օրանում է դեպի բնություն, մտնում է բնության մեջ։ Այս խոտը որ մեջն է, ջուրը չի թողում է։ Ռանչպար գյուղում մեկ ամիս է արտակարգ վիճակ է, սև ջուր անունը ստացած գետի ընդերքը չի մաքրվել, ջուրն էլ ողողել է ցանքատարածությունները, այգիները, բակային հատվածներն, անգամ տան նկուղները։ Մի քանի մետր կլինի ստե խորությունը։ Խորությունը մի 5 մետր եսիմ կլինի թե չլինի, բայց մանա, մինչե այն պատը եկա տեղը։ Էս է գետի ջուրն է, չէ՞ ժողովուրդ։ Ստես քաշին տղերքը մանա Կանչատարին գնաց փրկարարները։ Հա, բայց մի ժամ հետո լի կլցվի այ ցավը տանը։ 40 սանտիմետր լսված է։ Հրկեսը նստել է, տես թաց է ներքևը։ Իսկ դողի մակարդակից 1 մետր 10 սանտիմետր արդեն ջրի մակարդակը կանգնած է։ Տերևները ոնց է։ Արդեն հա, թորմում է։ Հեսա ջուրը։ Հեսա սաղ ջուրը հեսա, վայ։ Մարդ խաղել է յոնջան ջրի մեջ է։ Ստե արդեն յոնջա չի լինելու։ Ոտը կարած է հավաքի ջրի մեջ։ Ստե արդեն չի եկել ջրի մեջ, նայ։ Հա, վարկը վերցրեք կաթիլային հարմարությունները ստեղծել է որ կաթիլայինով ջրի ծառերը, բայց հիմա չի կարողանում ու նամանամատ մասնագետներն արդեն ասել են, որ այստեղ ծառերի 80%-ը արդեն ենթակա է հանելու, արմատախիլ անելու։ Բնակիչները զայրացած են, իրենց մշակած այգիները հիմա ամբողջությամբ ջրով են լցված, նեխում են, բայց ոչ միայն գործնական քայլեր, այլև արձագանք չկա։ Ասում են միայն Մասիսի շուրջ փրկարարներն են իրենց օգնության եկել նկուղներից ջուրը հեռացրել են, բայց կարճ ժամանակ հետո նորից լցվել է։ Չի հոսում ինքը, լրվեն մնացել է, ջուրը բարձրացել է, այդ լիլը մնացել է ջրի տակ։ Համար ջուրը բարձրացել է։ Էդի պիտի մաքրվի, տիլը մաքրվի եկածվի։ Որ ջուրը հոսի միջև չբացվի։ Գետի բերանով այս ծերից միջև գյուղի տակը իշխան դաշտը սա ջրի մեջ կայնացա։ Յոնջից մեջ էս մի շաբաթա ջուրը կայնացա, այդ յոնջեմ պրծավ։ Ես գարունը պետք է հիմա մի ես իմիշքան փող ծախսեմ, վարեմ, ցանեմ, սա լուսարի ինչ ալնեմ, էլ ես նույնն ալնեմ։ Պիտի գետը մաքրվի, ոնց որ նշում են գյուղացիները, ու դրա պատասխանատուն ինձ թվում է ու երևի թե վստահ եմ,
որ սա պիտի արվի ջրային պետական կոմիտեի կողմից։ Տեսեք, ամբողջ տարածքը, այնտեղ արդեն ջուրը այնքան է լցվել, որ արդեն հոտ է, ահա որ տհաճ հոտ է գալի, այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Հստակ քայլեր են պահանջում գյուղացիները, որպեսզի պատասխանատուները գան ու գետին դերքը մաքրեն։ Հակառակ դեպքում վստահ են, վթարային տները կավելանան։ Հունիսի 19-ին վթար է տեղի ունեցել Լոռու մարզում Վանաձոր Սպիտակ ճանապարհին Սպիտակի վարչական տարածքում քարով բարձված կամազը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Տուժած չկա։ Ժամանել են Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները եւ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ու նույն վարչության Սպիտակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։